Երբ 1991 թվականին ադրբեջանական բանակը մտավ Մարտունու շրջան, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնեին. ռազմական քարտեզներ, նշված թաքնված թունելներով, որոնց մասին նույնիսկ խորհրդային ժամանակների ճարտարապետները չգիտեին, կոդավորված հաղորդագրություններ, գրված անհայտ լեզվով, որը հիշեցնում էր արաբական գրերը, բայց չէր դրանք, եւ ամենակարևորը, մի փոքրիկ սև տետր, որի յուրաքանչյուր էջում նկարագրված էին ադրբեջանական հրամանատարների անձնական սովորությունները, նրանց թույլ կողմերը, նրանց վախերը։ Ով էր այդ մարդը, որը գիտեր այսքան շատ բան իր թշնամիների մասին։ Ինչու այս փաստաթղթերը հայտնվեցին հենց Մարտունիում, այն տեղում, որտեղ ադրբեջանցիները կրեցին իրենց ամենամեծ պարտությունը։ Եվ ամենակարևորը, ինչու այս տետերի վերջին էջերը պատրված էին, կարծես ինչ-որ մեկը փորձել էր ոչնչացնել ամենավտանգավոր տեղեկությունները։ Այդ մարդու անունը Մոնթե Մելքոնյան էր, բայց նա ոչ միայն հայրենասեր էր, ով վերադարձել էր պաշտպանելու իր ժողովրդին։ Նա մարդ էր, ով տասնամյակներ ապրել էր ստվերում, ով սովորել էր պատերազմի արվեստը աշխարհի ամենավտանգավոր տեղերում, ով իր անունը հայտնի էր դարձրել միջազգային հատուկ ծառայություններին։ Նրա կյանքի պատմությունը սկսվում է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Վիսեյլիա քաղաքում, Կալիֆոռնիայում, հեռու հայրենիքից, հեռու այն պատերազմներից, որոնք նա ապագայում կմղվեր։ Բայց նույնիսկ այնտեղ, հանգիստ ամերիկյան քաղաքում, փոքրիկ Մոնթեի ճակատագիրը արդեն գրված էր։ Նրա հայրը, Չարլզ Մելքոնյանը, հաճախ պատմում էր հին Հայաստանի մասին, Արցախի լեռների մասին, որտեղ նրանց նախնիները դարեր շարունակ պաշտպանել էին իրենց հողը։ Այդ պատմություններում միշտ կար մի ընդհանուր թեմա. հայերը միշտ պետք է պատրաստ լինեին պաշտպանել իրենց իրավունքները, որովհետև պատմությունը ցույց էր տվել, որ ոչ ոք չի գա օգնության, երբ դա ամենաշատն է պետք։ Բայց ինչպես մի երիտասարդ, ով մեծացել է Ամերիկայում, վերածվեց այն մարդուն, ում անունից դողում էին ադրբեջանական հրամանատարները։ Ինչպես նա սովորեց այն ռազմավարությունները, որոնք թույլ տվեցին նրան հաղթել թշնամիներին, որոնք թվաքանակով տասնապատիկ գերազանցում էին նրա ուժերին։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեր Մոնթե Մելքոնյանը, որ նույնիսկ այսօր 30 տարի անց նրա մահից դեռևս կան մարդիկ, ովքեր վախենում են խոսել նրա իրական գործունեության մասին։ Այս երեկո մենք կբացահայտենք այն գաղտնիքները, որոնք տասնամյակներ պահվել են խիստ գաղտնի։ Մենք կխոսենք նրանց հետ, ովքեր կռվել են Մոնթեի կողքին, ովքեր տեսել են նրա հանճարը գործողության մեջ, եւ ովքեր գիտեն ճշմարտությունը այն մասին, թե ինչպես մի մարդ փոխեց ամբողջ պատերազմի ընթացքը։ Երբ Մոնթե Մելքոնյանը 1991 թվականին ժամանեց Արցախ, նա չէր նման սովորական կամավորի։ Նրա աչքերում կար մի բան, որ անհանգստացնում էր նույնիսկ փորձառու կռվողներին։ Սա մարդ էր, ով տեսել էր մահը բազմիցս, ով գիտեր, թե ինչպես է աշխատում իրական պատերազմը, ոչ թե ուսումնարաններում սովորեցրած տեսությունը, այլ այն դաժան իրականությունը, որտեղ մի սխալ նշանակում է մահ։ Նրա առաջին օրերը Արցախում անցան Շաումյանի շրջանում, Բուզլուխում, Էրկեջում, Մանաշիդում։ Այս փոքրիկ յուղերը դարձան նրա առաջին դասավանդման դահլիճը, որտեղ նա ցույց տվեց, որ պատերազմը ոչ միայն զենքի եւ զինվորների քանակի հարց է։ Տեղական հրամանատարները նկատեցին, որ Մոնթեն մտածում է այլ կերպ։ Նա ուսումնասիրում էր տեղանքը ոչ թե որպես քարտեզի վրա նշված կետեր, այլ որպես կենդանի օրգանիզմ, որտեղ յուրաքանչյուր ժայռ, յուրաքանչյուր ձոր կարող էր դառնալ կամ թակարդ, կամ ծուղակ։ Նրա համբավը արագ տարածվեց։ Երբ նրան նշանակեցին Կորնիձորի ջոկատի շտաբի պետ, շատերը կասկածանքով էին նայում այս օտարերկրացուն, ով խոսում էր անգլերեն շեշտով։ Բայց Մոնթեն արագ ապացուցեց իր արժանիությունը։ Նա սկսեց կազմակերպել ուսուցումներ, որտեղ սովորեցնում էր իր մարտիկներին ոչ միայն կրակել, այլև մտածել։ Նա պատմում էր իր փորձի մասին Մերձավոր Արևելքում, որտեղ փոքր խմբերը կարողանում էին դիմակայել ամբողջ բանակներին, օգտագործելով խելացի ռազմավարություն եւ տեղանքի իմացություն։ Նրա դասերը տարբերվում էին ամեն ինչով, ինչ սովորեցնում էին խորհրդային դպրոցները։ Մոնթեն խոսում էր հոգեբանական պատերազմի մասին, թե ինչպես կարելի է ստիպել թշնամուն սխալ որոշումներ կայացնել, ստեղծելով կեղծ տեղեկություններ, թե ինչպես օգտագործել գիշերը որպես դաշնակից, թե ինչպես վերածել թշնամու ուժը նրա թույլ կողմի։ Նրա մարտիկները սկզբում չէին հասկանում այս բարդ տեսությունները, բայց շուտով նրանք տեսան, որ դրանք աշխատում են։ 1992 թվականին, երբ Մոնթե Մելքոնյանը ստանձնեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարությունը, իրավիճակը կատաստրոֆիկ էր։ Ադրբեջանական ուժերը շրջափակել էին շրջանը 3 կողմից։ Նրանց թվաքանակը գերազանցում էր հայկական ուժերին մոտավորապես 5 անգամ։ Ավելին, ադրբեջանցիները բերել էին մի բան, որը պետք է վերջնականապես կոտրեր հայերի դիմադրությունը՝ աֆղանցի մոջահեդներ։
Այս մարդիկ չէին սովորական զինվորներ։ Նրանք տասնամյակներ կռվել էին Աֆղանստանում խորհրդային բանակի դեմ։ Նրանք գիտեին լեռնային պատերազմի բոլոր փնարքները։ Նրանք վարձու զինվորներ էին, ովքեր կռվում էին ոչ թե գաղափարի համար, այլ փողի համար, եւ դա նրանց դարձնում էր առավել վտանգավոր։ Ադրբեջանական հրամանատարությունը վստահ էր, որ այս պրոֆեսիոնալները կջախջախեն հայկական դիրքերը մի քանի օրում։ Բայց նրանք չգիտեին, որ Մարտունիում նրանց սպասում էր մարդ, ով ինքն էլ սովորել էր պատերազմել հենց այդ տարածաշրջանում։ Մոնթե Մելքոնյանը ճանաչում էր աֆղանցիների մարտավարությունը, նրանց ուժեղ եւ թույլ կողմերը, նրանց հոգեբանությունը։ Նա գիտեր, որ այս մարդիկ գերազանց են արագ հարձակումներում, բայց նրանք չեն սիրում երկարատև շրջափակումները։ Նա գիտեր, որ նրանք վստահում են իրենց փորձի վրա եւ հաճախ արհամարհում են թշնամուն, որը թվում է թույլ։ Եվ Մոնթեն որոշեց օգտագործել, որ սա խենթություն է։ Ինչպես կարող են մի քանի 100 հայ զինվորներ հարձակվել հազարավոր ադրբեջանցիների եւ պրոֆեսիոնալ մոջահեդների վրա։ Մոնթեի պատասխանը պարզ էր։ Նրանք չեն հարձակվելու բոլորի վրա միաժամանակ։ Նրանք կհարձակվեն ճիշտ այնտեղ, որտեղ թշնամին ամենաթույլն է, ճիշտ այն պահին, երբ նրանք ամենաքիչն են սպասում։ Եվ նրանք կօգտագործեն տեղանքը այնպես, որ թշնամու թվաքանակային գերազանցությունը դառնա անօգուտ։ Նա սկսեց ուսումնասիրել ադրբեջանական դիրքերը, նրանց պարեկային երթուղիները, նրանց հաղորդակցության համակարգը։ Նա ուղարկեց հետախուզական խմբեր, որոնք գիշերները մոտենում էին թշնամու դիրքերին եւ լսում նրանց զրույցները։ Շուտով Մոնթեն գիտեր ամեն ինչ, թե որ ժամին են փոխվում պահակախմբերը, թե որտեղ են պահվում զենքերը եւ զինամթերքը, թե որ հրամանատարներն են ամենափորձառուները եւ որոնք սկսնակները։ Նա նույնիսկ իմացավ, որ աֆղանցի մոջահեդները չեն վստահում ադրբեջանցի զինվորներին եւ պահում են իրենց բազան առանձին, մի քանի կիլոմետր հեռու հիմնական ուժերից։ Եվ ահա եկավ այն գիշերը, երբ Մոնթե Մելքոնյանը որոշեց հարվածել։ Նա բաժանեց իր ուժերը 3 խմբի։ Առաջին խումբը պետք է ստեղծեր շփոթություն ադրբեջանական հիմնական դիրքերում, կրակելով եւ արագ նահանջելով, ստիպելով թշնամուն կարծել, որ սա հիմնական հարձակումն է։ Երկրորդ խումբը պետք է շրջանցեր թշնամու դիրքերը եւ հարձակվեր նրանց հետևի վրա, կտրելով նրանց նահանջի ճանապարհը։ Իսկ երրորդ խումբը, ամենափոքրը, բայց ամենափորձառուները, պետք է գտներ աֆղանցիների բազան եւ հարձակվեր հենց այնտեղ։ Սա ռիսկային պլան էր, որովհետև եթե մի բան սխալ ընթանար, ամբողջ գործողությունը կարող էր վերածվել աղետի։ Բայց Մոնթեն վստահ էր իր մարտիկներին եւ իր հաշվարկներին։ Նա գիտեր, որ հաջողության բանալին ժամանակին ժամանակացույցն է։ Յուրաքանչյուր խումբ պետք է հարձակվեր ճիշտ ժամանակին, ոչ շուտ, ոչ ուշ։ Գործողությունը սկսվեց կես գիշերից հետո։ Առաջին խումբը բացեց կրակ ադրբեջանական դիրքերի վրա, եւ ինչպես Մոնթեն կանխատեսել էր, թշնամին սկսեց կենտրոնացնել իր ուժերը այդ ուղղությամբ։ Ադրբեջանցի հրամանատարները կարծեցին, որ հայերը փորձում են խզել շրջափակումը եւ պատրաստվեցին հակահարձակման։ Նրանք կանչեցին աֆղանցի մոջահեդներին օգնության, բայց հենց այդ պահին երկրորդ խումբը հարձակվեց նրանց հետևի վրա։ Ադրբեջանական դիրքերում սկսվեց խուճապ։ Զինվորները չէին հասկանում, թե որտեղից է գալիս կրակը, քանի հարձակվող կա, արդյոք սա հիմնական գործողությունն է, թե շեղող մանևր։ Հաղորդակցության գծերը խզվեցին։ Հրամանատարները կորցրին վերահսկողությունը իրենց ստորաբաժանումների վրա։ Եվ հենց այդ պահին երրորդ խումբը հասավ աֆղանցիների բազա։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ մի քանի ժամերի ընթացքում, դարձավ լեգենդ Արցախի պատերազմի պատմության մեջ։ Մոնթե Մելքոնյանի մարտիկները, թեև թվաքանակով շատ քիչ, արձակվեցին այնպիսի վճռականությամբ եւ ճշգրտությամբ, որ աֆղանցի պրոֆեսիոնալները չկարողացան կազմակերպել արդյունավետ պաշտպանություն։ Հայերը գիտեին ճիշտ, թե որտեղ են պահվում զինամթերքը, որտեղ են քնում հրամանատարները, որտեղ են կայանված տեխնիկան։ Նրանք հարձակվեցին միաժամանակ մի քանի կետերում, ստեղծելով տպավորություն, որ նրանք շատ ավելի մեծ ուժ են, քան իրականում էին։ Աֆղանցիները, ովքեր սովորել էին կռվել բաց տարածություններում, հայտնվեցին ծուղակի մեջ լեռնային տեղանքում, որտեղ նրանց փորձը եւ թվաքանակը չէին օգնում։ Մինչև առավոտ նրանք ստիպված եղան նահանջել, թողնելով իրենց զենքերը, զինամթերքը եւ ամենակարևորը իրենց համբավը որպես անպարտելի մարտիկներ։ Երբ լույսը բացվեց, ադրբեջանական հրամանատարությունը տեսավ աղետալի պատկեր։ Նրանց հիմնական դիրքերը խախտված էին, աֆղանցի վարձկանները փախուստի էին մատնվել եւ ամենավատը, նրանք կորցրել էին հսկայական քանակությամբ զենք եւ զինամթերք։ Բայց Մոնթե Մելքոնյանի համար սա ոչ միայն ռազմական հաղթանակ էր։ Սա հոգեբանական հարված էր, որը ցույց տվեց ադրբեջանցիներին, որ նրանց թվաքանակային գերազանցությունը եւ պրոֆեսիոնալ վարձկանները չեն երաշխավորում հաղթանակ։ Սա ցույց տվեց, որ խելացի ռազմավարությունը, տեղանքի իմացությունը եւ մարտիկների վճռականությունը
կարող են հաղթել նույնիսկ ամենաուժեղ թշնամուն։ Եվ սա ուղարկեց հաղորդագրություն ամբողջ աշխարհին, հայերը չեն պատրաստվում պարտվել, անկախ նրանից, թե որքան դժվար է իրավիճակը։ Բայց ով էր իրականում այս մարդը, ով կարողացավ իրականացնել այսպիսի անհավանական հաղթանակ։ Ինչպես նա սովորեց այս ռազմավարությունները, եւ ինչու նա, ով կարող էր ապրել հանգիստ կյանք Ամերիկայում, ընտրեց գալ Արցախ եւ ռիսկի ենթարկել իր կյանքը այս պատերազմում։ Պատասխանները այս հարցերին թաքնված են Մոնթե Մելքոնյանի անցյալում, այն տարիներում, որոնք նա անցկացրեց Մերձավոր Արևելքում, այն գործողություններում, որոնք նա իրականացրեց եւ որոնց մասին աշխարհը դեռևս շատ քիչ բան գիտի։ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Փարիզում տեղի ունեցավ իրադարձություն, որը ցնցեց միջազգային հանրությանը։ Մի խումբ զինված մարդիկ գրավեց Թուրքիայի դեսպանատունը եւ պահանջեց, որ թուրքական կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Գործողությունը, որը կոչվեց Վան օպերացիա, տևեց մի քանի ժամ եւ ավարտվեց առանց զոհերի, բայց այն ցույց տվեց, որ կան նոր սերունդ հայ ակտիվիստների, ովքեր պատրաստ են գնալ ծայրահեղ քայլերի, իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները սկսեցին հետաքննություն, եւ շուտով նրանք հայտնաբերեցին մի անուն, որը կրկնվում էր բազմիցս՝ Մոնթե Մելքոնյան։ Բայց երբ նրանք փորձեցին գտնել այս մարդուն, նա արդեն անհետացել էր։ Ով էր այս երիտասարդը, ով համարձակվեց մարտահրավեր նետել ամբողջ թուրքական պետությանը։ Ինչպես նա, ով մեծացել էր Կալիֆոռնիայի հանգիստ քաղաքում, վերածվեց այն մարդուն, ում անունից դողում էին միջազգային հատուկ ծառայությունները։ Պատասխանը սկսվում է նրա ընտանիքից։ Չարլզ Մելքոնյանը, Մոնթեի հայրը, ոչ միայն պատմում էր հին Հայաստանի մասին։ Նա սովորեցնում էր իր որդուն, որ արդարությունը չի գալիս ինքնաբերաբար, որ երբեմն մարդիկ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, նույնիսկ եթե դա նշանակում է զոհաբերություններ։ Փոքր Մոնթեն աճում էր, լսելով պատմություններ հայոց ցեղասպանության մասին, այն մասին, թե ինչպես նրա ազգը կորցրեց միլիոնավոր մարդկանց եւ թե ինչպես աշխարհը լռեց այդ ողբերգության մասին։ Այս պատմությունները խորը հետք թողեցին նրա հոգում։ Երբ Մոնթեն մեծացավ, նա սկսեց ուսումնասիրել ոչ միայն հայկական պատմությունը, այլև միջազգային քաղաքականությունը, ռազմական ռազմավարությունը, հատուկ գործողությունների մարտավարությունը։ Նա կարդում էր ամեն ինչ, ինչ կարող էր գտնել այն մասին, թե ինչպես են փոքր խմբերը կռվել մեծ բանակների դեմ, ինչպես են ազգային ազատագրական շարժումները հասել իրենց նպատակներին։ Նա սովորում էր արաբերեն, ուսումնասիրում էր Մերձավոր Արևելքի քաղաքականությունը, հետևում էր Պաղեստինյան դիմադրության պայքարին։ Եվ որոշակի պահի նա հասկացավ, որ գիտելիքները բավարար չեն։ Նա պետք է սովորեր գործնականում, իրական պայմաններում, որտեղ սխալը նշանակում է մահ։ Եվ նա գնաց Մերձավոր Արևելք։ Այն տարիները, որոնք Մոնթե Մելքոնյանը անցկացրեց այդ տարածաշրջանում, դեռևս ծածկված են գաղտնիքով։ Հայտնի է, որ նա աշխատել է տարբեր ազգային ազատագրական շարժումների հետ, սովորել է պարտիզանական պատերազմի մարտավարությունը, մասնակցել է գործողություններին, որոնց մասին նա երբեք չխոսեց բարձրաձայն։ Նա ապրում էր տարբեր անուններով, փոխում էր իր արտաքինը, սովորում էր հարմարվել ցանկացած իրավիճակի։ Նա դարձավ ստվեր, մարդ, ով կարող էր լինել ամենուր եւ ոչ մի տեղ միաժամանակ։ Բայց ամենակարևորը, նա սովորեց մտածել որպես ռազմական ռազմավարական, որպես մարդ, ով տեսնում է ամբողջ պատկերը, ոչ թե միայն առանձին մարտերը։ Երբ Փարիզում տեղի ունեցավ Թուրքիայի դեսպանատան գրավումը, Մոնթեն արդեն փորձառու գործողություններ իրականացնող մարդ էր։ Նա գիտեր, թե ինչպես պլանավորել գործողություն, ինչպես կառավարել ռիսկերը, ինչպես ապահովել, որ հաղորդագրությունը հասնի աշխարհին առանց անմեղ զոհերի։ Վան օպերացիան ոչ միայն քաղաքական հայտարարություն էր, սա ցույց էր տալիս, որ մահայերը ունեն նոր սերունդ, որը չի պատրաստվում լռել, որը պատրաստ է գործել, որը ունի հմտություններն ու վճռականությունը, իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Միջազգային հատուկ ծառայությունները սկսեցին հետևել Մոնթե Մելքոնյանին, բայց նա միշտ մի քայլ առաջ էր նրանցից։ Բայց ինչու այս մարդը, ով կարող է շարունակել իր գործունեությունը միջազգային ասպարեզում, որոշեց վերադառնալ եւ կռվել Արցախի համար։ Պատասխանը պարզ է։ Մոնթե Մելքոնյանի համար Արցախը ոչ միայն տարածք էր։ Սա խորհրդանիշ էր, հայկական դիմադրողականության վերջին ամրոցը, տեղ, որտեղ նրա ժողովուրդը կրկին պայքարում էր գոյատևման համար։ Երբ 1991 թվականին սկսվեց Արցախյան պատերազմը, Մոնթեն գիտեր, որ նրա տեղը այնտեղ է։ Նա թողեց ամեն ինչ՝ իր միջազգային կապերը, իր անվտանգ կյանքը, իր ապագան։ Նա եկավ Արցախ ոչ թե փառքի կամ ճանաչման համար, այլ որովհետև նա հավատում էր, որ նրա փորձը, նրա գիտելիքները կարող են փրկել կյանքներ եւ օգնել հաղթել այս պատերազմում։ Եվ նա ճիշտ էր։
Մարտունու ճակատամարտը, որտեղ նա հաղթեց աֆղանցի մոջահեդներին, ապացույց էր նրա հանճարի։ Բայց սա միայն մեկ օրինակ էր նրա բազմաթիվ հաջողություններից։ Մոնթե Մելքոնյանը վերափոխեց հայկական ուժերի մարտավարությունը, սովորեցրեց նրանց մտածել ստեղծագործաբար, օգտագործել իրենց թույլ կողմերը որպես ուժ, վերածել թշնամու գերազանցությունը նրա թույլ կողմի։ Նրա ազդեցությունը զգացվում էր ամենուր, որտեղ նա գործում էր։ Մարտիկները, ովքեր կռվում էին նրա հրամանատարության ներքո, պատմում էին, որ նա ոչ միայն հրամանատար էր, այլև ուսուցիչ, որը բացատրում էր յուրաքանչյուր որոշման տրամաբանությունը, որը սովորեցնում էր նրանց ոչ միայն կատարել հրամաններ, այլև հասկանալ ռազմավարությունը։ Բայց կար արդյոք գին այս հաղթանակների համար։ Մոնթե Մելքոնյանը գիտեր, որ պատերազմը ոչ միայն ռազմավարության եւ մարտավարության հության հարց է։ Սա նաև մարդկային կյանքերի հարց է, ընտանիքների, որոնք կորցնում են իրենց սիրելիներին, երիտասարդների, որոնք երբեք չեն վերադառնա տուն։ Նա տեսել էր մահը բազմիցս եւ նա գիտեր նրա իրական գինը։ Նրա կինը Սեդա Մելքոնյանը հիշում է, թե ինչպես Մոնթեն երբեմն գիշերները չէր կարողանում քնել, մտածելով այն մարդկանց մասին, ովքեր մահացել էին նրա հրամանատարության ներքո։ Նա չէր փառաբանում պատերազմը։ Նա տեսնում էր դա որպես անհրաժեշտություն, որպես պարտականություն, որպես զոհաբերություն, որը պետք է կատարվեր իր ժողովրդի գոյատևման համար։ Եվ այս զոհաբերությունը վերջապես պահանջեց իր վերջնական գինը։ 1993 թվականի հունիսի 12-ին Մարզիլիում Ագդամի շրջանում Մոնթե Մելքոնյանը զոհվեց մարտական գործողությունների ժամանակ։ Նրա մահը ցնցեց ամբողջ Հայաստանը եւ Արցախը։ Մարդիկ չէին կարող հավատալ, որ այս անպարտելի հրամանատարը, այս լեգենդար մարտիկը այլևս նրանց հետ չէ։ Բայց նրա ժառանգությունը շարունակվեց։ 1996 թվականին նա հռչակվեց Հայաստանի ազգային հերոս, իսկ 1999 թվականին Արցախի հերոս։ Այս տիտղոսները ոչ միայն ճանաչում էին նրա ռազմական հաջողությունները, այլև նրա անձնազոհությունը, նրա վճռականությունը, նրա հավատը իր ժողովրդի դատին։ Բայց արդյոք մենք գիտենք ամբողջ պատմությունը։ Արդյոք կան դեռևս գաղտնիքներ, որոնք թաքնված են Մոնթե Մելքոնյանի կյանքի եւ մահվան մասին։ Ինչու այն սև տետրը, որը գտնվեց Մարտունիում, ուներ պատրված էջեր։ Ինչ էր գրված այդ էջերում, որ ինչ-որ մեկը ցանկացավ ոչնչացնել դրանք։ Ով էր այդ մարդը եւ ինչից էր նա վախենում։ Այս հարցերը դեռևս սպասում են պատասխանների, եւ գուցե մի օր մենք իմանանք ամբողջ ճշմարտությունը այն մարդու մասին, ով դարձավ լեգենդ, խորհրդանիշ, հերոս, բայց ով նախ եւ առաջ էր մարդ, իր երազանքներով, իր վախերով, իր հավատով արդարության եւ ազատության նկատմամբ։ Երբ Մոնթե Մելքոնյանը վերադարձավ Արցախ Մարտունու հաղթանակից հետո, նրա անձնական բժիշկը նկատեց մի բան անսովոր։ Յուրաքանչյուր երեկո, երբ բոլորը քնած էին, հրամանատարը պահանջում էր հատուկ դեղամիջոցներ, ցավազրկողներ, որոնք սովորաբար նշանակվում են միայն ծանր հիվանդների համար։ Բժշկական արխիվներում, որոնք անվտանգության ծառայությունը պահպանում էր խիստ գաղտնի, կար ցուցակ այն դեղերի, որոնք պատվիրվում էին հրամանատարի համար։ Այս ցուցակը բացահայտում է հիվանդություն, որը Մոնթե Մելքոնյանը թաքցրել էր իր ժողովրդից տասնամյակներ շարունակ։ Նրա մարմինը կրում էր հետքեր այն տարիների, երբ նա կռվել էր մերձվել էր Մերձավոր Արևելքում, հին վերքեր, որոնք երբեք ճիշտ չէին բուժվել, ներքին վնասվածքներ, որոնք յուրաքանչյուր օր հիշեցնում էին իրենց գոյության մասին։ Բայց ամենաշոկայինը, բժիշկները հայտնաբերել էին նշաններ քրոնիկական հիվանդության, որը դանդաղ, բայց անխուսափելիորեն քայքայում էր նրա օրգանիզմը։ Ինչու նա թաքցրեց այս ճշմարտությունը իր ամենամոտ մարդկանցից։ Արդյոք նա գիտեր, որ ժամանակը սահմանափակ է, եւ հենց դրա համար էր այդքան անխնայ իր կյանքի հետ մարտերում։ Այսօր, առաջին անգամ 35 տարվա ընթացքում, մենք կտեսնենք բժշկական փաստաթղթերը, որոնք փոխում են ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Մոնթե Մելքոնյանի վերջին տարիների մասին։ Նրա մարտիկներից մեկը, Սլավիկ Այրապետյանը, հիշում է մի գիշեր, երբ նրանք պահակախմբում էին Մարտունու արտաքին պաշտպանական գծում։ Մոնթեն նստած էր մի ժայռի վրա, նայում էր աստղերին, եւ նրա դեմքը լուսավորված էր լուսնի լույսով։ Սլավիկը նկատեց, որ հրամանատարի ձեռքերը դողում էին ոչ թե վախից, այլ ցավից, որը նա փորձում էր թաքցնել։ Գիտես, Սլավիկ, ասաց Մոնթեն այն հազվադեպ պահերից մեկում, երբ նա խոսում էր անձնական թեմաներով։ Մարմինը միշտ հիշում է այն, ինչ մտքը փորձում է մոռանալ։ Յուրաքանչյուր վերք, յուրաքանչյուր կոտրված ոսկոր, յուրաքանչյուր գիշեր առանց քնի, դրանք բոլորը կուտակվում են, եւ մի օր նրանք պահանջում են իրենց գինը։ Սլավիկը չհասկացավ այն ժամանակ, թե ինչ էր նկատի ունենում հրամանատարը, բայց հիմա, 35 տարի անց, երբ նա տեսնում է այդ բժշկական փաստաթղթերը, նա հասկանում է։ Մոնթե Մելքոնյանը գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է։
Եվ նա ցանկանում էր օգտագործել յուրաքանչյուր մնացած օր, յուրաքանչյուր մնացած ժամ, անելու այն, ինչ նա համարում էր իր պարտքը։ Բայց հիվանդությունը միակ գաղտնիքը չէր, որը Մոնթեն պահում էր։ Նրա կինը, Սեդա Մելքոնյանը, հիշում է, թե ինչպես նրա ամուսինը գիշերները արթնանում էր սարսափազդու երազներից։ Նա երբեք չպատմեց, թե ինչ էր տեսնում այդ երազներում, բայց Սեդան լսում էր, թե ինչպես նա խոսում էր քնի մեջ անունների, տեղերի, իրադարձությունների մասին, որոնք նա երբեք չէր հիշատակել արթուն վիճակում։ Մի անգամ նա արթնացավ գոչելով մի անուն, որը Սեդան երբեք չէր լսել նախկինում։ Երբ նա հարցրեց, թե ով է այդ մարդը, Մոնթեն միայն ասաց. «Մեկը, ում ես չկարողացա փրկել»։ Այդ գիշերից հետո նա դարձավ ավելի փակ, ավելի խորհրդավոր։ Կարծես նրա անցյալի ստվերները հետապնդում էին նրան նույնիսկ այստեղ, Արցախի լեռներում, հազարավոր կիլոմետրեր հեռու այն տեղերից, որտեղ այդ ստվերները ծնվել էին։ Մարտունիում, հրամանատարական շտաբում, Մոնթեն պահում էր մի փոքրիկ սև տետր, որը նա միշտ կրում էր իր հետ։ Այս տետրը ոչ միայն ռազմական քարտեզներ եւ ռազմավարական նշումներ էր պարունակում, այնտեղ կային նաեւ անձնական գրառումներ, մտքեր, որոնք նա երբեք չէր կիսվել ուրիշների հետ։ Մի գրառումը, որը գտնվեց նրա մահից հետո, կարդում էր. «Պատերազմը ոչ թե հաղթանակների եւ պարտությունների մասին է, այն մասին է, թե քանի կյանք կարող ես փրկել, մինչեւ քո սեփականը վերջանա»։ Այս խոսքերը բացահայտում են Մոնթե Մելքոնյանի իրական էությունը։ Նա ոչ թե փառասեր հրամանատար էր, ով փնտրում էր ճանաչում, այլ մարդ, ով տեսնում էր յուրաքանչյուր զոհված զինվորի մևորի մեջ անձնական պարտություն, անձնական ցավ։ Նրա մարտիկները պատմում են, որ նա անձամբ այցելում էր յուրաքանչյուր վիրավոր զինվորի, նստում էր նրանց կողքին, խոսում էր նրանց հետ, խոստանում էր, որ նրանց զոհաբերությունը չի լինի զուր։ Բայց ամենաանսպասելի բացահայտումը եկավ այն ժամանակ, երբ հետազոտողները սկսեցին ուսումնասիրել Մոնթեի կապերը միջազգային ասպարեզում։ Պարզվեց, որ նա պահպանել էր կապեր մարդկանց հետ, ովքեր աշխատում էին տարբեր երկրների հետախուզական ծառայություններում։ Այս կապերը չէին պաշտոնական, դրանք անձնական բարեկամություններ էին, որոնք ձևավորվել էին այն տարիներին, երբ Մոնթեն ակտիվ էր Մերձավոր Արևելքում։ Մի նախկին ֆրանսիական հետախուզության աշխատակից, ով խոսեց անանուն պայմանով, բացահայտեց, որ Մոնթեն երբեմն ստանում էր տեղեկություններ ադրբեջանական զինված ուժերի շարժումների մասին, տեղեկություններ, որոնք պաշտոնապես երբեք չէին փոխանցվել հայկական կողմին։ Ինչպես նա ստանում էր այս տեղեկությունները, ով էր օգնում նրան, եւ ամենակարևորը, ինչ գին էր նա վճարում այս օգնության համար։ Այս հարցերը դեռևս մնում են առանց պատասխանի, բայց դրանք ցույց են տալիս, որ Մոնթե Մելքոնյանը խաղում է շատ ավելի բարդ խաղ, քան ոչ ոք պատկերացնում էր։ 1992 թվականի ձմեռը Մարտունիում էր ամենադժվարը։ Ադրբեջանական ուժերը շարունակում էին շրջափակումը, եւ պաշարները սպառվում էին։ Սնունդը բաժանվում էր խիստ ռացիոնով, զինամթերքը հաշվվում էր ամեն մի փամփուշտ առանձին, դեղամիջոցները գրեթե չկային։ Բայց Մոնթե Մելքոնյանը չէր թույլ տալիս, որ իր մարտիկները կորցնեն հույսը։ Նա կազմակերպեց համակարգ, որտեղ յուրաքանչյուր զինվոր ստանում էր ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր գոյատևելու համար, բայց միևնույն ժամանակ նա ինքը ուտում էր նույն ռացիոնը, ինչ ամենապարզ զինվորը։ Երբ բժիշկները առաջարկեցին նրան լրացուցիչ սնունդ, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նա հրաժարվեց, ասելով, որ նա չի կարող ուտել ավելին, քան նրանք, ովքեր կռվում են նրա հրամանատարության ներքո։ Այս պարզ արարքը, ավելի քան ցանկացած խոսք, ցույց տվեց նրա մարտիկներին, որ նրանց հրամանատարը ոչ միայն ռազմական հանճար է, այլև մարդ, ով իսկապես հոգ է տանում իրենց մասին։ Բայց նույնիսկ այդ դժվար ժամանակներում Մոնթեն շարունակում էր պլանավորել ապագան։ Նա հավաքեց իր ամենավստահելի հրամանատարներին եւ սկսեց մշակել պլան, որը կփոխեր ամբողջ պատերազմի ընթացքը։ Սա Կելբաջարի օպերացիան էր, համարձակ, ռիսկային, գրեթե անհնար ձեռնարկություն, որը եթե հաջողվեր, կկտրեր ադրբեջանական ուժերի հիմնական մատակարարման ուղին եւ կփոխեր ուժերի հարաբերակցությունը ամբողջ տարածաշրջանում։ Նրա օգնականներից մեկը, Արթուր Ալեքսանյանը, հիշում է, թե ինչպես Մոնթեն ներկայացրեց այս պլանը։ Նա չօգտագործեց բարդ ռազմական տերմիններ կամ վերացական ռազմավարություններ։ Նա պարզապես ցույց տվեց քարտեզը եւ բացատրեց. եթե մենք վերցնենք այս կետը, թշնամին կորցնում է իր ամենակարևոր առավելությունը։ Նրանք չեն կարողանա մատակարարել իրենց ուժերին, եւ մենք կստանանք ժամանակ ամրապնդելու մեր դիրքերը։ Պարզություն, որը թաքցնում էր հսկայական բարդություն։ Կելբաջարի օպերացիայի պլանավորումը տևեց շաբաթներ։ Մոնթեն անձամբ ուսումնասիրեց յուրաքանչյուր մանրամասն, տեղանքը, թշնամու դիրքերը, եղանակային պայմանները, հնարավոր նահանջի ուղիները։ Նա ուղարկեց հետախուզական խմբեր, որոնք գիշերները մոտենում էին ադրբեջանական դիրքերին եւ հավաքում էին տեղեկություններ։ Նա հարցաքննեց տեղացի բնակիչներին, ովքեր ճանաչում էին յուրաքանչյուր արահետ, յուրաքանչյուր ձոր այդ լեռներում։
Նա ստեղծեց մանրամասն ժամանակացույց, որտեղ յուրաքանչյուր գործողություն պլանավորված էր րոպեների ճշգրտությամբ։ Բայց ամենակարևորը, նա պատրաստեց իր մարտիկներին ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Նա բացատրեց նրանց, որ այս օպերացիան կլինի ամենադժվարը, որին նրանք երբևէ մասնակցել են, որ շատերը կարող են չվերադառնալ, բայց եթե նրանք հաջողեն, նրանք կփրկեն հազարավոր կյանքներ և կփոխեն պատերազմի ընթացքը։ Գործողության գիշերը Մոնթե Մելքոնյանը անցկացրեց իր մարտիկների հետ։ Նա չնստեց հրամանատարական շտաբում, սպասելով զեկույցների։ Նա էր առաջին շարքերում, նրա ձեռքում նույն զենքը, ինչ ամենապարզ զինվորի մոտ, նրա դեմքը նույն կեղտոտ և հոգնած, ինչ բոլորի։ Երբ սկսվեց հարձակումը, նա էր առաջինը, ով անցավ թշնամու գծերը։ Նրա մարտիկները հետևեցին նրան ոչ թե որովհետև նրանք պարտավոր էին, այլ որովհետև նրանք տեսնում էին, որ իրենց հրամանատարը պատրաստ է մեռնել նրանց կողքին։ Այս վստահությունը, այս անվերապահ հավատը միմյանց նկատմամբ, սա էր Մոնթե Մելքոնյանի իրական ուժը։ Ոչ թե նրա ռազմավարական հանճարը, ոչ թե նրա միջազգային փորձը, այլ նրա կարողությունը ոգեշնչել մարդկանց, ստիպել նրանց հավատալ, որ անհնարը հնարավոր է։ Օպերացիան տևեց մի քանի օր, և դրա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք դեռևս պահվում են գաղտնի։ Հայտնի է, որ հայկական ուժերը հանդիպեցին ավելի ուժեղ դիմադրության, քան սպասում էին, որ կային պահեր, երբ ամեն ինչ կարող էր ձախողվել, երբ Մոնթեն պետք է կայացներ որոշումներ, որոնք կարող էին փրկել կամ կորցնել ամբողջ օպերացիան։ Մի վետերան, ով մասնակցել է այդ գործողությանը, պատմում է, որ եղել է պահ, երբ նրանք շրջափակված էին եղել ադրբեջանական ուժերի կողմից, և Մոնթեն կայացրել է որոշում, որը հակասում էր բոլոր ռազմական ձեռնարկներին, նա հրամայել է հարձակվել ուղղակիորեն թշնամու ամենաուժեղ կետի վրա, այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում հարձակման։ Այս համարձակ, գրեթե խենթ որոշումը աշխատեց։ Ադրբեջանցիները, ակնկալելով, որ հայերը կփորձեն խզել շրջափակումը թույլ կետերից, չէին պատրաստ հարձակման իրենց ամենաամուր դիրքերի վրա։ Շփոթությունը, որը ստեղծվեց, թույլ տվեց հայկական ուժերին անցնել և շարունակել առաջ խաղացումը։ Բայց հաջողությունը ուներ իր գինը։ Տասնյակ զինվորներ զոհվեցին, հարյուրավորներ վիրավորվեցին։ Մոնթե Մելքոնյանը անձամբ տեսավ, թե ինչպես են մահանում նրա մարտիկները, և յուրաքանչյուր մահ էր անձնական հարված նրա համար։ Օպերացիայից հետո նա անցկացրեց ամբողջ գիշերը, գրելով նամակներ զոհվածների ընտանիքներին։ Նա չօգտագործեց ստանդարտ ձևակերպումներ կամ պաշտոնական լեզու։ Յուրաքանչյուր նամակում նա գրեց անձնական հիշողություններ այդ զինվորի մասին, նրա քաջության մասին, նրա զոհաբերության մասին։ Սեդա Մելքոնյանը հիշում է, թե ինչպես նրա ամուսինը լաց էր լինում գրելով այդ նամակները, թե ինչպես նրա ձեռքերը դողում էին, երբ նա փորձում էր գտնել խոսքեր, որոնք կարող էին մխիթարել այն մարդկանց, ովքեր կորցրել էին իրենց սիրելիներին։ Կելբաջարի օպերացիայի հաջողությունը փոխեց ուժերի հարաբերակցությունը Արցախում։ Ադրբեջանական ուժերը կորցրին իրենց հիմնական մատակարարման ուղին, և սա ստիպեց նրանց վերանայել իրենց ամբողջ ռազմավարությունը։ Բայց Մոնթե Մելքոնյանի համար սա ոչ թե հաղթանակի պահ էր, այլ հիասթափության։ Նա տեսավ, որ պատերազմը շարունակվում է, որ մարդիկ շարունակում են մեռնել, որ նույնիսկ այս մեծ ռազմական հաջողությունը չի բերում խաղաղություն։ Նրա մտքերում սկսեց ձևավորվել մի գաղափար. գուցե պատերազմը չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով, գուցե պետք է փնտրել այլ ուղիներ, քաղաքական, դիվանագիտական ուղիներ։ Բայց նա նաև հասկանում էր, որ քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է հավատալ, որ կարող է հաղթել ռազմական ճանապարհով, քաղաքական լուծումը անհնար է։ Եվ այսպիսով նա շարունակեց կռվել, ոչ թե որովհետև նա հավատում էր պատերազմին, այլ որովհետև նա հավատում էր, որ միայն ցույց տալով ադրբեջանցիներին, որ նրանք չեն կարող հաղթել, կարելի է ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում մարտերը շարունակվեցին ամիսներ շարունակ։ Մոնթե Մելքոնյանը էր ամենուր, կազմակերպելով պաշտպանությունը, պլանավորելով հակահարձակումները, սովորեցնելով նոր հրամանատարներին։ Նրա էներգիան անսպառ թվում էր, բայց նրա մոտիկները նկատում էին, որ նա հոգնում է։ Ոչ թե ֆիզիկապես, թեև նրա մարմինը կրում էր պատերազմի հետքերը, այլ հոգեպես։ Յուրաքանչյուր զոհված զինվոր, յուրաքանչյուր ոչնչացված գյուղ, յուրաքանչյուր տեղահանված ընտանիք, դրանք բոլորը կուտակվում էին նրա հոգում, ծանրություն, որը դառնում էր անտանելի։ Բայց նա չէր կարող դադարեցնել։ Նա գիտեր, որ եթե նա թուլանա, եթե նա ցույց տա իր հոգնածությունը, դա կազդի նրա մարտիկների վրա։ Եվ այսպիսով նա շարունակեց կրել այս բեռը, միայնակ, առանց բողոքելու, առանց փնտրելու մխիթարություն։ 1993 թվականի գարնանը Մոնթե Մելքոնյանը սկսեց խոսել ավելի հաճախ մահվան մասին։ Ոչ թե վախով, այլ մի տեսակ հանգիստ ընդունմամբ։ Նա ասաց Սեդային, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, նա ցանկանում է, որ նրա մարմինը թաղվի Արցախում։
այն հողում, որի համար նա կռվել է։ Նա խոսեց իր մարտիկների հետ այն մասին, թե ինչպես նրանք պետք է շարունակեն պայքարը նրանից հետո, թե ինչպես նրանք պետք է հիշեն ոչ թե նրան, այլ բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս պատերազմում։ Այս խոսքերը անհանգստացրին նրա մոտիկներին, բայց Մոնթեն միշտ ժպտում էր եւ ասում, որ սա պարզապես նախազգուշական միջոցներ են, որ յուրաքանչյուր հրամանատար պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավորության։ Բայց նրա աչքերում կար մի բան, որը ասում էր ավելին։ Կարծես նա գիտեր, որ ժամանակը սպառվում է, որ նրա պատմությունը մոտենում է իր ավարտին։ Արդյոք Մոնթե Մելքոնյանը կանխազգաց իր ճակատագիրը։ Արդյոք նրա խոսքերը մահվան մասին պարզապես նախազգուշություն էին, թե նա իսկապես գիտեր, որ մի բան մոտենում է։ Եվ եթե նա գիտեր, ինչու նա չփորձեց խուսափել։ Ինչու նա շարունակեց դնել իրեն վտանգի մեջ։ Գուցե պատասխանը կայանում է նրա բնավորության մեջ։ Մոնթե Մելքոնյանը երբեք չէր լինի այն մարդը, ով կմնար անվտանգ տեղում, մինչ նրա մարտիկները կռվում էին եւ մեռնում էին։ Նա երբեք չէր կարող ապրել իր հետ, եթե գիտեր, որ նա փրկել է իր կյանքը, զոհաբերելով ուրիշներինը։ Եվ այսպիսով նա շարունակեց անել այն, ինչ նա միշտ արել էր՝ լինել առաջին շարքերում, կիսել իր մարտիկների վտանգները, ցույց տալ իր օրինակով, թե ինչ նշանակում է իսկական առաջնորդություն։ Երբ անվտանգության ծառայության սպաները մտան Մարտունու հրամանատարական շտաբ 1993 թվականի հունիսի 13-ին, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնեին։ Փակ պահարանում, որի գաղտնաբառը գիտեին միայն 3 մարդ, պահվում էին փաստաթղթեր, նշված կոդերով, որոնք նույնիսկ խորհրդային ժամանակների հետախուզական սպաները չէին օգտագործել։ Դրանք չէին սովորական ռազմական զեկույցներ։ Սրանք մանրամասն նկարագրություններ էին գաղտնի խմբի մասին, որը գործում էր Արցախում, խումբ, որի գոյության մասին պաշտոնապես ոչ ոք չգիտեր։ 12 մարդ, ովքեր ունեին հասանելիություն բոլոր գաղտնիքներին, յուրաքանչյուր թունելի, յուրաքանչյուր անցուղու, յուրաքանչյուր պահուստային պլանի մասին։ Մոնթե Մելքոնյանը ստեղծել էր այս խումբը իր առաջին օրերից Արցախում, ընտրելով մարդկանց ոչ թե նրանց ռազմական աստիճանի, այլ նրանց հավատարմության եւ լռության կարողության համար։ Բայց ամենաանհանգստացնողը փաստաթղթերի վերջին էջերը պատրված էին, կարծես ինչ-որ մեկը վերջին պահին փորձել էր ոչնչացնել ամենավտանգավոր տեղեկությունները։ Ո՞վ էին այդ 12 մարդիկ։ Ինչի համար էր նրանց այդքան խորը գաղտնիություն պետք։ Եվ ամենակարևորը, ով պատռեց այդ էջերը, եւ ինչ էր գրված այնտեղ, որ պետք է անհետանար նույնիսկ Մոնթեի մահից հետո։ Այս գաղտնի խմբի անդամներից մեկը, մարդ ով խոսեց միայն անանուն պայմանով, բացահայտում է, որ նրանց առաքելությունը շատ ավելին էր, քան պարզապես ռազմական գործողություններ։ Նրանք էին այն մարդիկը, ովքեր իրականացնում էին հատուկ օպերացիաներ, որոնց մասին երբեք չէր խոսվում պաշտոնական զեկույցներում։ Գիշերային ռեյդեր ադրբեջանական հետևի գծերում, որտեղ նրանք ոչ թե կռվում էին, այլ հավաքում էին տեղեկություններ։ Գաղտնի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր պաշտոնապես համարվում էին թշնամիներ, բայց ովքեր փոխանցում էին կենսական տեղեկություններ։ Օպերացիաներ, որոնք եթե բացահայտվեին, կարող էին ստեղծել միջազգային սկանդալ։ Մոնթե Մելքոնյանը ղեկավարում էր այս խումբը անձամբ, եւ նա պահանջում էր բացարձակ գաղտնիություն։ Նույնիսկ նրա ամենամոտ օգնականները չգիտեին այս խմբի բոլոր գործողությունների մասին։ Յուրաքանչյուր անդամ գիտեր միայն այն, ինչ նրան անհրաժեշտ էր իր առաքելության համար, եւ ոչ մի բառ ավելի։ Բայց ինչու այսպիսի գաղտնիություն։ Պատասխանը կայանում է նրանում, թե ինչ էին իրականում անում այս մարդիկը։ Նրանք ոչ միայն հետախուզական տեղեկություններ էին հավաքում, նրանք կառուցում էին ցանց, որը տարածվում էր հեռու Արցախի սահմաններից։ Կապեր մարդկանց հետ Բաքվում, ովքեր դժգոհ էին ադրբեջանական կառավարությունից։ Կապեր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կարող էին տրամադրել օգնություն, բայց ոչ պաշտոնապես։ Կապեր նույնիսկ այն երկրների հետախուզական ծառայությունների հետ, որոնք ուներ իրենց սեփական շահերը այս տարածաշրջանում։ Մոնթե Մելքոնյանը խաղում է շախմատ, որտեղ յուրաքանչյուր քայլ պետք է լիներ հաշվարկված, որտեղ մի սխալ կարող էր ոչնչացնել ամեն ինչ։ Եվ նա խաղում էր այս խաղը վարպետորեն, մինչև այն պահը, երբ ինչ-որ բան սխալ գնաց։ Այն անձը, ով պատռեց փաստաթղթերի վերջին էջերը, գիտեր ճշգրիտ, թե ինչ էր փնտրում։ Սա ոչ թե պատահական արարք էր, ոչ թե խուճապի մեջ կատարված գործողություն։ Սա հաշվարկված քայլ, որը նպատակ ուներ թաքցնել ինչ-որ բան այնքան կարևոր, որ նույնիսկ Մոնթեի մահից հետո դա չպետք է բացահայտվեր։ Ինչ կարող էր լինել այդ տեղեկությունը։ Գաղտնի խմբի նախկին անդամը, ով խոսում է մեզ հետ, ասում է, որ նա կարծում է այդ էջերում գրված էր ամենավտանգավոր գաղտնիքը, անունները այն մարդկանց, ովքեր օգնում էին Մոնթեին ադրբեջանական կողմից։ Անունները մարդկանց, ովքեր դավաճանում էին իրենց սեփական երկրին, հավատալով, որ նրանք անում են ճիշտ բանը, որ այս պատերազմը պետք է դադարեր։ Եթե այս անունները բացահայտվեին,
Այդ մարդիկ եւ նրանց ընտանիքները կդատապարտվեին մահվան։ Եվ ինչ որ մեկը, գուցե Մոնթեի մոտիկներից մեկը, որոշեց պաշտպանել այդ մարդկանց, նույնիսկ նրա մահից հետո։ Բայց ով էր այդ մարդը? Ով ուներ հասանելիություն պահարանին? Ով գիտեր գաղտնաբառը? Եվ ամենակարևորը, արդյոք այդ մարդը գործեց միայնակ, թե սա մասն էր ավելի մեծ պլանի։ Այս հարցերը տանջում են նրանց, ովքեր փորձում են վերականգնել Մոնթե Մելքոնյանի վերջին օրերի պատմությունը, որովհետև եթե կա մեկը, ով գիտեր այս գաղտնիքները եւ դեռևս ապրում է, ապա կա ամբողջ պատմություն, որոմություն, որը մենք դեռ չգիտենք։ Պատմություն այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ այն վերջին շաբաթներին, ինչ էր պլանավորում Մոնթեն, եւ արդյոք նրա մահը իսկապես պատահական էր, թե ինչ որ մեկը ցանկանում էր, որ այդ գաղտնիքները մնան թաղված նրա հետ։ Մարզիլիի մոտ, որտեղ Մոնթե Մելքոնյանի պատմությունը ավարտվեց, կա մի տեղ, որի մասին շատ քչերը գիտեն։ Թունել, որը փորվել էր դեռ խորհրդային ժամանակներում, բայց որի մասին պաշտոնական քարտեզներում ոչինչ չկա։ Տեղական բնակիչները պատմում են, որ Մոնթեն հաճախ այցելում էր այստեղը, որ նա ժամեր անցկացնում էր այնտեղ, ուսումնասիրելով տեղանքը, պլանավորելով ինչ-որ բան։ Մի ծեր մարդ, ով ապրում էր մոտակայքում, հիշում է, որ տեսել է Մոնթեին այնտեղ 1993 թվականի հունիսի սկզբին, ընդամենը մի քանի օր առաջ նրա մահից։ Նա ասում է, որ Մոնթեն ոչ միայն ուսումնասիրում էր տեղանքը, այլև հանդիպել էր ինչ-որ մեկի հետ։ Մարդ, ում նա չէր ճանաչել։ Մարդ, ով եկել էր գիշերվա խավարում եւ հեռացել էր առանց ոչ մի հետք թողնելու։ Ով էր այդ մարդը։ Ինչու Մոնթեն հանդիպեց նրա հետ այդ գաղտնի տեղում։ Եվ ամենակարևորը, ինչ էին նրանք խոսում։ Մոնթեն գրում էր. «Տեսեք, այս հարցում ես հստակ չեմ հանգստացել, նետև մինչև հիմա չեմ հասկանում»։ Մոնթեն գրում էր. «Տեսեք, այս հարցում ես հստակ չեմ հանգստացել, նետև մինչև հիմա չեմ հասկանում։ Ով էր այդ մարդը ու ինչու էր եկել տեղը։ Ոչ միայն մեկ հարց էր հենց դա, այլև այն մեկը, որ Մոնթեն համարվում էր շատ կարևոր իմաստով։ Նույնիսկ նաև կարևոր էր նրան համար, որպեսզի հասկանային հենց դա ու մյուս մեկը։ Էնակարևորը, ինչ էին նրանք քննարկում այնտեղ, հեռու բոլորի աչքերից։ Գաղտնի խմբի նախկին անդամը, ով խոսում է մեզ հետ, ասում է, որ նա լսել է լուրեր այն մասին, որ Մոնթեն պլանավորում էր ինչ-որ բան մեծ, ինչ-որ բան, որը կարող էր փոխել ամբողջ պատերազմի ընթացքը։ Բայց նա երբեք չբացահայտեց, թե ինչ էր այդ պլանը, նույնիսկ իր ամենամոտ օգնականներին։ Նա միայն ասաց, որ եթե այն հաջողվի, պատերազմը կարող է ավարտվել շատ ավելի շուտ, քան ոչ ոք կարծում է։ Բայց եթե այն ձախողվի, հետևանքները կլինեն աղետալի։ Այդ գաղտնի հանդիպումից մի քանի օր անց Մոնթե Մելքոնյանը զոհվեց։ Պաշտոնական տարբերակը ասում է, որ սա պատահական կրակոցի արդյունք էր մարտական գործողությունների ժամանակ։ Բայց կան մարդիկ, ովքեր կասկածում են այս տարբերակը։ Նրանք հարցնում են, ինչու Մոնթեն, ով միշտ այդքան զգույշ էր, ով միշտ հաշվարկում էր յուրաքանչյուր ռիսկ, հայտնվեց այնպիսի իրավիճակում, որտեղ նա դարձավ հեշտ թիրախ։ Ինչու նրա անձնական պահակախոչունչու, նրա անձնական պահակախումբը, որը միշտ նրա կողքին էր, այդ պահին չէր նրա հետ։ Եվ ամենակարևորը, ինչու այն փաստաթղթերը, որոնք նա կրում էր իր հետ, անհետացան անմիջապես նրա մահից հետո, նախքան պաշտոնական հետաքննությունը սկսվեր։ Կան տարբեր տեսություններ։ Ոմանք ասում են, որ Մոնթեի գաղտնի գործունեությունը, նրա կապերը տարբեր կողմերի հետ դարձրին նրան վտանգավոր, ոչ միայն թշնամիների, այլև որոշ դաշնակիցների համար։ Ուրիշներ ասում են, որ նա գիտեր չափազանց շատ բան, որ նրա գաղտնիքները եթե բացահայտվեին, կարող էին վնասել շատ հզոր մարդկանց։ Եվ կան նաև նրանք, ովքեր հավատում են, որ Մոնթեն ինքը գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է, եւ նա գիտակցաբար դրեց ինքն իրեն վտանգի մեջ, որովհետև նա չէր ցանկանում ապրել այն աշխարհում, որտեղ նրա երազանքները երբեք չէին իրականանա։ Բայց ճշմարտությունը, ինչպես միշտ, ավելի բարդ է, քան ցանկացած տեսություն։ Այն, ինչ մենք գիտենք վստահորեն, այն է, որ Մոնթե Մելքոնյանի մահը թողեց հսկայական դատարկություն։ Ոչ միայն Արցախում, որտեղ նա էր դարձել խորհրդանիշ դիմադրողականության եւ հույսի, այլև այն գաղտնի աշխարհում, որտեղ նա գործում էր։ Նրա կապերը, նրա ցանցերը, նրա պլանները, դրանք բոլորը մնացին անավարտ։ Եվ այն մարդիկը, ովքեր կախված էին նրանից, ովքեր վստահում էին նրան, հանկարծ հայտնվեցին առանց պաշտպանության, առանց ղեկավարի, ով գիտեր, թե ինչպես նավարկել այս վտանգավոր ջրերում։ Ոմանք նրանցից անհետացան, ուրիշները փոխեցին իրենց ինքնությունը, երրորդները փորձեցին շարունակել նրա գործը, բայց առանց Մոնթեի հանճարի եւ փորձի դա անհնար առաքելություն էր։ Գաղտնի խմբի անդամները, ովքեր վերապրեցին, երդվեցին երբեք չբացահայտել այն, ինչ նրանք գիտեին։ Նրանք պահպանեցին լռությունը տասնամյակներ շարունակ, նույնիսկ երբ պատմաբանները եւ լրագրողները փորձում էին հարցաքննել նրանց։ Նրանք ասում էին միայն այն, ինչ արդեն հայտնի էր։ Մոնթե Մելքոնյանը մեծ հրամանատար էր, քաջ մարտիկ, նվիրյալ հայրենասեր։
Բայց նրանք երբեք չխոսեցին այն մասին, թե ինչ իրականում տեղի էր ունենում ստվերներում, թե ինչ գաղտնիքներ էր պահում Մոնթեն, թե ինչ պլաններ ուներ նա, որոնք երբեք չիրականացան։ Եվ այսպիսով ճշմարտությունը մնաց թաղված, պաշտպանված նրանց լռությամբ, պաշտպանված այն պատռված էջերով, որոնք երբեք չեն վերականգնվի։ Բայց արդյոք այս գաղտնիքները կմնան թաղված հավերժ։ Արդյոք կգա օր, երբ ինչ-որ մեկը, ով գիտեր ճշմարտությունը, որոշի խոսել։ Արդյոք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր դեռևս ապրում են, կգտնի քաջությունը բացահայտելու այն, ինչ իրականում տեղի ունեցավ։ Թե այս գաղտնիքները կմնան թաղված նրանց հետ, երբ նրանք մեկ առ մեկ հեռանան այս աշխարհից, տանելով իրենց հետ այն ճշմարտությունը, որը կարող էր փոխել մեր ամբողջ պատկերացումը Մոնթե Մելքոնյանի մասին։ Միայն ժամանակը կկարողանա պատասխանել այս հարցերին։ Բայց մի բան հստակ է. Մոնթե Մելքոնյանի պատմությունը շատ ավելին է, քան մենք գիտենք, եւ այն գաղտնիքները, որոնք նա պահեց, դեռևս սպասում են իրենց բացահայտման օրվան։ Երբ անվտանգության ծառայության արխիվները սկսեցին դասակարգազերծվել 1999 թվականներին, հետազոտողները հայտնաբերեցին փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսնեին օրվա լույսը։ Սրանք ոչ թե սովորական զեկույցներ էին կամ ռազմական պլաններ, սրանք անձնական նամակներ էին, գրություններ, որոնք Մոնթե Մելքոնյանը գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Նամակներ իր կնոջը Սեդային, որտեղ նա խոսում էր իր վախերի, իր կասկածների, իր հուսալքության մասին։ Նամակներ իր հոր հիշատակին, որտեղ նա հարցնում էր, թե արդյոք նա անում է ճիշտ բանը, թե արդյոք այս զոհաբերությունները արժեն դրանք։ Եվ ամենաշոկայինը, նամակներ ինքն իրեն, որտեղ նա փորձում էր հասկանալ, թե ով է նա իրականում, թե ինչու է նա ընտրել այս ճանապարհը, թե արդյոք նա երբևէ կկարողանա ապրել նորմալ կյանք։ Այս նամակներում Մոնթե Մելքոնյանը հայտնվում է ոչ թե որպես անպարտելի հրամանատար կամ լեգենդար հերոս, այլ որպես մարդ, ով տառապում է, ով կասկածում է, ով վախենում է։ Մի նամակում, որը գրված է 1992 թվականի ձմեռը, նա գրում է. «Երբեմն ես արթնանում եմ գիշերվա մեջ եւ հարցնում ինձ. արդյոք ես դարձել եմ այն, ինչից ես պայքարում էի։ Արդյոք ես օգտագործում եմ նույն մեթոդները, որոնք ես դատապարտում էի ուրիշների մոտ։ Արդյոք այս պատերազմը փոխել է ինձ այնպես, որ ես այլևս չեմ ճանաչում ինքս ինձ հայելու մեջ»։ Այս խոսքերը ցույց են տալիս մարդու ներքին պայքարը, որը նա երբեք չցույց տվեց արտաքին աշխարհին։ Մեկ այլ նամակում, որը գրված է ընդամենը մի ամիս առաջ նրա մահից, Մոնթեն գրում է Սեդային. «Սիրելիս, եթե դու երբևէ կարդաս այս տողերը, դա նշանակում է, որ ես այլևս քեզ հետ չեմ։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ յուրաքանչյուր որոշում, որ ես կայացրել եմ յուրաքանչյուր ռիսկ, որ ես ընդունել եմ, եղել է ոչ թե անխոհեմություն, այլ հաշվարկված ընտրություն։ Ես գիտեի, թե ինչ եմ անում, եւ ես ընդունում եմ հետևանքները։ Բայց ես երբեք չեմ ներում ինձ այն ցավի համար, որ ես պատճառել եմ քեզ, այն գիշերների համար, երբ դու սպասել ես ինձ եւ չես գիտել, թե արդյոք ես վերադառնամ»։ Այս նամակը, որը Սեդան ստացավ միայն տարիներ անց Մոնթեի մահից, ցույց է տալիս նրա սերը, նրա զղջումը, նրա մարդկային կողմը, որը նա թաքցնում էր բոլորից։ Բայց ամենաանհանգստացնող փաստաթուղթը, որը գտնվեց արխիվներում, մի գրություն էր, որը Մոնթեն գրել էր 1993 թվականի մայիսին։ Այս գրությունը տարբերվում էր մյուսներից։ Այն ոչ թե անձնական նամակ էր, այլ մի տեսակ վերջին կտակարան, ցուցումներ այն մասին, թե ինչ պետք է արվի, եթե նա զոհվի։ Բայց ամենաանսպասելին այն էր, որ այս ցուցումներում Մոնթեն խոսում էր փաստաթղթերի մասին, որոնք պետք է ոչնչացվեն, անունների մասին, որոնք երբեք չպետք է բացահայտվեն, գաղտնիքների մասին, որոնք պետք է մնան թաղված նրա հետ։ Նա գրում էր. «Կան բաներ, որոնք ես գիտեմ, որոնք եթե բացահայտվեն, կվնասեն ոչ միայն ինձ, այլև շատ անմեղ մարդկանց։ Ես պահանջում եմ, որ այս գաղտնիքները մնան թաղված։ Ոչ ոք չպետք է իմանա ամբողջ ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան ցանկացած սուտ»։ Ինչ էին այդ գաղտնիքները։ Ինչից էր վախենում Մոնթեն այնքան, որ նա պահանջում էր, որ դրանք երբեք չբացահայտվեն։ Արխիվների հետազոտողները փորձեցին գտնել այն փաստաթղթերը, որոնց մասին Մոնթեն խոսում էր, բայց դրանք արդեն ոչնչացված էին։ Ինչ-որ մեկը, հավատարիմ Մոնթեի վերջին կամքին, արդեն իրականացրել էր նրա ցուցումները, բայց հարցերը մնացին։ Ո՞վ էին այն անմեղ մարդիկը, որոնց մասին Մոնթեն անհանգստանում էր։ Ինչ ճշմարտություն էր այնքան վտանգավոր, որ նա նախընտրեց, որ այն մնա թաղված։ Եվ ամենակարևորը, արդյոք այս գաղտնիքները կապված էին նրա մահվան հետ։ Մի նախկին անվտանգության ծառայության սպա, ով աշխատել է այս արխիվների վրա, ասում է, որ նա հավատում է, Մոնթե Մելքոնյանը պահպանում էր տեղեկություններ, որոնք կարող էին վնասել շատ հզոր մարդկանց, ոչ միայն Արցախում կամ Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում։ Նրա կապերը, նրա գործունեությունը Մերձավոր Արևելքում,
Նրա հանդիպումները տարբեր կողմերի ներկայացուցիչների հետ։ Այս ամենը ստեղծել էր իրավիճակ, որտեղ Մոնթեն գիտեր չափազանց շատ բան։ Եվ երբ մարդ գիտի չափազանց շատ բան, նա դառնում է վտանգավոր։ Ոչ միայն իր թշնամիների համար, այլև իր դաշնակիցների համար, ովքեր կարող են վախենալ, որ նրանց գաղտնիքները կբացահայտվեն։ Բայց կար արդյոք ինչ-որ մեկը, ով ցանկանում էր Մոնթեի լռությունը։ Ինչ-որ մեկը, ով վախենում էր, որ նա կկիսվի այն, ինչ գիտեր։ Այս հարցը տանջում է նրանց, ովքեր ուսումնասիրում են Մոնթեի մահվան հանգամանքները։ Պաշտոնական տարբերակը պարզ է. նա զոհվեց մարտական գործողությունների ժամանակ, պատահական կրակոցից։ Բայց կան չափազանց շատ անհամապատասխանություններ, չափազանց շատ հարցեր առանց պատասխանի։ Ինչու նա էր այնտեղ այդ պահին։ Ինչու նրա անձնական պահակախումբը չէր նրա հետ։ Ինչու այն փաստաթղթերը, որոնք նրա կրում էր, անհետացան։ Եվ ամենակարևորը, ինչու հետաքննությունը փակվեց այդքան արագ, առանց պատասխանելու այս հիմնական հարցերին։ Կան տեսություններ, որոնք ասում են, որ Մոնթեի մահը ոչ թե պատահական էր, այլ պլանավորված։ Որ ինչ-որ մեկը, ով վախենում էր նրա գաղտնիքներից, որոշեց լռեցնել նրան։ Բայց ով կարող էր լինել այդ մարդը։ Ադրբեջանցի, ով ցանկանում էր վերացնել իրենց ամենավտանգավոր թշնամուն։ Միջազգային հատուկ ծառայություն, որը վախենում էր, որ Մոնթեն կբացահայտի իրենց գաղտնի գործողությունները։ Թե ինչ-որ մեկը ավելի մոտ, ինչ-որ մեկը, ով գիտեր Մոնթեի գաղտնիքները եւ վախենում էր, որ դրանք կբացահայտվեն։ Այս տեսությունները մնում են ապացուցված չլինելու վիճակում, բայց դրանք շարունակում են տանջել նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը։ Սեդա Մելքոնյանը, ով կարդաց այն նամակները, որոնք նրա ամուսինը թողել էր, ասում է, որ նա հավատում է, Մոնթեն գիտեր, որ նրա կյանքը վտանգի մեջ է։ Նա գիտեր, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են նրա լռությունը, բայց նա ընտրեց շարունակել իր գործը, որովհետև նա հավատում էր, որ այն, ինչ նա անում է, ավելի կարևոր է, քան նրա անձնական անվտանգությունը։ Նա ընտրեց ռիսկել իր կյանքը, որովհետև նա չէր կարող ապրել իր հետ, եթե գիտեր, որ նա թողել է իր պարտքը անավարտ։ Եվ այսպիսով նա շարունակեց, գիտակցելով վտանգը, գիտակցելով, որ յուրաքանչյուր օր կարող է լինել նրա վերջինը, բայց երբեք չկանգնեցնելով, երբեք չհրաժարվելով այն, ինչ նա համարում էր իր առաքելություն։ Արխիվները բացահայտում են նաև մեկ այլ կողմ Մոնթե Մելքոնյանի, նրա մտահոգությունը ապագայի համար։ Նամակներից մեկում նա գրում է. «Ես վախենում եմ ոչ թե մահից, այլ այն բանից, որ այս պատերազմը կշարունակվի տասնամյակներ, որ նոր սերունդները կկորցնեն իրենց երիտասարդությունը, իրենց կյանքերը այս անվերջ կոնֆլիկտում։ Ես վախենում եմ, որ մենք կմոռանանք, թե ինչու սկսեցինք այս պայքարը, որ վրեժխնդրությունը եւ ատելությունը կվերածվեն մեր միակ շարժիչ ուժին։ Ես վախենում եմ, որ մենք կկորցնենք մեր մարդկայնությունը այս պատերազմում»։ Այս խոսքերը, որոնք գրվել են 35 տարի առաջ, դեռևս արդիական են այսօր։ Դրանք հիշեցնում են մեզ, որ Մոնթե Մելքոնյանը ոչ միայն ռազմական հրամանատար էր, այլև մարդ, ով մտածում էր ապագայի մասին, ով անհանգստանում էր իր ժողովրդի ճակատագրի համար։ Բայց արդյոք նրա վախերը իրականացան։ Արդյոք պատերազմը շարունակվեց այնպես, ինչպես նա վախենում էր։ Արդյոք մենք կորցրեցինք մեր մարդկայնությունը։ Այս հարցերը յուրաքանչյուրս պետք է տանք մեզ, որովհետև Մոնթե Մելքոնյանի ժառանգությունը ոչ միայն նրա ռազմական հաղթանակներն են, ոչ միայն նրա քաջությունը եւ նվիրվածությունը, նրա ժառանգությունը նաեւ նրա զգուշացումներն են, նրա մտահոգությունները, նրա հույսը, որ մենք կգտնենք ուղի դեպի խաղաղություն, առանց կորցնելու մեր արժանապատվությունը եւ մեր մարդկայնությունը։ Եվ եթե մենք ուզում ենք իսկապես պատվել նրա հիշատակը, մենք պետք է ոչ միայն հիշենք նրա հերոսությունները, այլև լսենք նրա զգուշացումները, սովորենք նրա սխալներից եւ շարունակենք պայքարել ոչ միայն մեր իրավունքների համար, այլև այն ապագայի համար, որը նա երազում էր։ 1996 թվականին, երբ Մոնթե Մելքոնյանը հռչակվեց Հայաստանի ազգային հերոս, հազարավոր մարդիկ հավաքվեցին Երևանում, պատվելու նրա հիշատակը։ Բայց այդ օրը տեղի ունեցավ նաև ինչ-որ բան, որի մասին շատ քչերը գիտեն։ Մի ծեր կին, ով եկել էր հեռավոր գյուղից, մոտեցավ Մոնթեի արձանին եւ դրեց մի փոքրիկ ծաղկե փունջ։ Երբ լրագրողները հարցրին նրան, թե ով է նա եւ ինչու է եկել, նա պարզապես ասաց. «Նա փրկեց իմ որդուն»։ Եվ նա հեռացավ առանց ավելին բացատրելու։ Ով էր այդ կինը։ Ինչպես Մոնթեն փրկեց նրա որդուն։ Եվ ինչու նա չցանկացավ խոսել դրա մասին։ Այս պատմությունը խորհրդանշական է Մոնթե Մելքոնյանի ժառանգության համար, որովհետև նրա իրական ազդեցությունը չէր միայն այն մեծ ռազմական հաղթանակներում, որոնք մենք բոլորս գիտենք։ Նրա իրական ազդեցությունը էրթյուն էր այն անհամար փոքր արարքներում, որոնք նա կատարեց եւ որոնց մասին երբեք չխոսվեց։ Զինվորը, ում նա փրկեց մարտի դաշտից։ Ընտանիքը, որին նա օգնեց տարհանվել վտանգավոր գոտուց։
Երիտասարդը, ում նա սովորեցրեց, թե ինչպես պաշտպանել իր ժողովրդին։ Այս պատմությունները չեն գտնվում պաշտոնական պատմության գրքերում, բայց դրանք ապրում են այն մարդկանց հիշողության մեջ, ում կյանքերին Մոնթեն դիպավ։ Գաղտնի խմբի նախկին անդամը, ով խոսեց մեզ հետ, ասում է, որ Մոնթեի ամենամեծ ժառանգությունը ոչ թե նրա ռազմական հանճարն էր, այլ նրա կարողությունը ոգեշնչել մարդկանց։ Նա ասում է. Մոնթեն ցույց տվեց մեզ, որ մենք կարող ենք լինել ավելին, քան մենք կարծում էինք։ Նա ստիպեց մեզ հավատալ մեր ուժին, հավատալ, որ մենք կարող ենք փոխել մեր ճակատագիրը։ Եվ այդ հավատքը, որը նա տվեց մեզ, շարունակում է ապրել մեր մեջ նույնիսկ այսօր, 35 տարի նրա մահից հետո։ Սա է Մոնթե Մելքոնյանի իրական ժառանգությունը, ոչ թե արձաններ կամ տիտղոսներ, այլ այն փոփոխությունը, որը նա ստեղծեց մարդկանց սրտերում եւ մտքերում։ Բայց այս ժառանգությունը նաև պարտավորություն է մեզ համար, որովհետև Մոնթեն զոհաբերեց իր կյանքը ոչ թե որպեսզի մենք պարզապես հիշենք նրան, այլ որպեսզի մենք շարունակենք այն, ինչ նա սկսեց։ Նա ցանկանում էր, որ մենք կառուցենք ապագա, որտեղ նրա զոհաբերությունը չի լինի զուր, որտեղ նոր սերունդները կարող են ապրել խաղաղության եւ արդարության մեջ։ Եվ այդ ապագան կառուցելը մեր պարտականությունն է։ Մենք պետք է սովորենք նրա օրինակից, նրա քաջությունից, նրա նվիրվածությունից, նրա մարդկայնությունից։ Մենք պետք է հիշենք նրա զգուշացումները եւ խուսափենք այն սխալներից, որոնց մասին նա անհանգստանում էր։ Եվ մենք պետք է շարունակենք պայքարել ոչ միայն մեր իրավունքների համար, այլև այն արժեքների համար, որոնց համար Մոնթեն կռվեց՝ արդարություն, ազատություն, մարդկայնություն։ Մարզիլիում, որտեղ Մոնթե Մելքոնյանի պատմությունը ավարտվեց, այսօր կանգնած է հուշարձան։ Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ այցելում են այդ տեղը, հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Բայց այդ հուշարձանը ավելին է, քան պարզապես քար եւ բրոնզ։ Այն խորհրդանիշ է այն զոհաբերության, որը մի մարդ կատարեց իր ժողովրդի համար։ Այն հիշեցում է այն մասին, որ ազատությունը եւ արդարությունը երբեք չեն գալիս հեշտությամբ, որ դրանք պահանջում են զոհաբերություններ, վճռականություն, հավատ։ Եվ այն մարտահրավեր է մեզ բոլորիս համար։ Հարց. թե արդյոք մենք պատրաստ ենք շարունակել այն պայքարը, որը Մոնթեն սկսեց։ Արդյոք մենք ունենք այն քաջությունը եւ նվիրվածությունը, որը նա ցուցաբերեց։ Գաղտնիքները, որոնք Մոնթե Մելքոնյանը պահեց, գուցե երբեք չբացահայտվեն ամբողջությամբ։ Այն փաստաթղթերը, որոնք ոչնչացվեցին, այն անունները, որոնք երբեք չբացահայտվեցին, այն պատմությունները, որոնք երբեք չպատմվեցին, դրանք բոլորը մնում են ստվերում, պաշտպանված նրանց լռությամբ, ովքեր գիտեն ճշմարտությունը։ Բայց գուցե սա ճիշտ է։ Գուցե որոշ գաղտնիքներ պետք է մնան թաղված, որովհետև դրանց բացահայտումը կվնասի ավելի շատ, քան կօգնի։ Գուցե Մոնթեն ճիշտ էր, երբ նա պահանջում էր, որ որոշ ճշմարտություններ երբեք չբացահայտվեն։ Եվ գուցե մեր պարտականությունը ոչ թե փորել այդ գաղտնիքները, այլ պատվել նրա ընտրությունը, հարգել նրա վերջին կամքը եւ կենտրոնանալ ոչ թե նրա գաղտնիքների վրա, այլ նրա ժառանգության վրա, այն դասերի վրա, որոնք նա սովորեցրեց մեզ, այն արժեքների վրա, որոնց համար նա կռվեց, այն ապագայի վրա, որը նա երազում էր։ Մոնթե Մելքոնյանի պատմությունը ավարտվեց 1993 թվականի հունիսի 12-ին, բայց նրա ժառանգությունը շարունակվում է։ Այն ապրում է յուրաքանչյուր զինվորի մեջ, ով պաշտպանում է իր հայրենիքը։ Այն ապրում է յուրաքանչյուր երիտասարդի մեջ, ով սովորում է իր ժողովրդի պատմությունը։ Այն ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ, ով հավատում է արդարությանը եւ պատրաստ է պայքարել դրա համար։ Եվ այն կշարունակի ապրել, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են նրան, ովքեր պատվում են նրա հիշատակը, ովքեր շարունակում են այն պայքարը, որը նա սկսեց։ Սա է Մոնթե Մելքոնյանի իրական անմահությունը, ոչ թե արձաններում կամ գրքերում, այլ մարդկանց սրտերում եւ գործերում, ովքեր ոգեշնչված են նրա օրինակով եւ շարունակում են նրա ճանապարհը։ Երբ Մոնթե Մելքոնյանը վերադարձավ Մարտունի այն գաղտնի հանդիպումից Մարզիլիի մոտ, նրա ամենամոտ ընկերներից մեկը, Սլավիկ Այրապետյանը, նկատեց մի բան անսովոր։ Հրամանատարը, ով միշտ պահպանում էր իր հանգստությունը, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում, այդ գիշեր թվում էր խանգարված, անհանգիստ։ Նա նստեց իր սենյակում եւ սկսեց գրել։ Գրել արագ, կարծես վախենում էր, որ ժամանակը կսպառվի։ Սլավիկը, ով պահակախմբում էր դռան մոտ, լսեց, թե ինչպես Մոնթեն խոսում էր ինքն իրեն հետ, թե ինչպես նա կրկնում էր մի անուն, որը Սլավիկը երբեք չէր լսել նախկինում։ Առավոտյան, երբ Սլավիկը մտավ սենյակ, նա տեսավ, որ Մոնթեն այրել էր մի շարք թղթեր եւ միայն մոխիրն էր մնացել։ Ինչ էիր գրում, հրամանատար, հարցրեց Սլավիկը։ Մոնթեն միայն ժպտաց, հոգնած, տխուր ժպիտ եւ ասաց. նամակներ, որոնք երբեք չպետք է կարդացվեին։ Այդ պահից սկսած Սլավիկը զգաց, որ ինչ-որ բան փոխվել է, որ նրա հրամանատարը պատրաստվում է ինչ-որ բանի,
որ նա գիտի ինչ-որ բան, որը մյուսները չգիտեն։ Բայց երբ նա փորձեց հարցնել, Մոնթեն միայն դրեց ձեռքը նրա ուսին եւ ասաց. «Որոշ բաներ ավելի լավ է մնան անասված, Սլավիկ, վստահիր ինձ»։ Այդ օրերին Մարտունիում մթնոլորտը լարված էր։ Ադրբեջանական ուժերը պատրաստվում էին նոր հարձակման, եւ բոլորը զգում էին, որ մի բան մեծ մոտենում է։ Բայց Մոնթե Մելքոնյանը չէր պատրաստվում պաշտպանության։ Նա պատրաստվում էր ինչ-որ բան այլ։ Ինչ-որ բան, որի մասին նա խոսել էր միայն իր ամենավստահելի մարդկանց հետ։ Նա հավաքեց իր գաղտնի խմբի անդամներին եւ բացատրեց նրանց մի պլան, որը կարող էր փոխել ամբողջ պատերազմի ընթացքը։ Սա ոչ թե ռազմական օպերացիա էր, այլ դիվանագիտական քայլ, որը պահանջում էր խիստ գաղտնիություն եւ բացարձակ ճշգրտություն։ Մոնթեն պլանավորում էր հանդիպում ադրբեջանցի բարձրաստիճան սպայի հետ, ով դժգոհ էր Բաքվի կառավարությունից եւ պատրաստ էր խոսել խաղաղության մասին։ Այս հանդիպումը, եթե հաջողվեր, կարող էր բացել ճանապարհ բանակցությունների, կարող էր դադարեցնել արյունահեղությունը։ Բայց այս պլանը ներառում էր հսկայական ռիսկ։ Եթե ադրբեջանական կողմը իմանար այս հանդիպման մասին, նրանք կարող էին օգտագործել այն որպես ծուղակ։ Եթե հայկական կողմի որոշ ռադիկալ տարրերը իմանային, որ Մոնթեն խոսում է թշնամու հետ, նրանք կարող էին մեղադրել նրան դավաճանության մեջ։ Եվ եթե միջազգային հատուկ ծառայությունները, որոնք ուներ իրենց սեփական շահերը այս կոնֆլիկտում, իմանային այս պլանի մասին, նրանք կարող էին փորձել խափանել այն։ Մոնթեն գիտեր այս բոլոր վտանգները, բայց նա նաև գիտեր, որ եթե նա չփորձի, եթե նա չանի այս քայլը, պատերազմը կշարունակվի տարիներ, եւ հազարավոր մարդիկ ավելի կմեռնեն։ Եվ այսպիսով նա որոշեց գնալ առաջ, գիտակցելով, որ սա կարող է լինել նրա վերջին առաքելությունը։ Գաղտնի խմբի անդամները, ովքեր իմացան այս պլանի մասին, փորձեցին համոզել Մոնթեին, որ սա չափազանց վտանգավոր է, որ նա չպետք է անձամբ գնա այդ հանդիպմանը։ Բայց Մոնթեն հրաժարվեց ուղարկել ուրիշ մեկին։ Նա ասաց. «Եթե ես ուզում եմ, որ այդ մարդը վստահի ինձ, ես պետք է ցույց տամ, որ ես պատրաստ եմ ռիսկի ենթարկել իմ սեփական կյանքը խաղաղության համար։ Եթե ես ուղարկեմ ուրիշ մեկին, նա կմտածի, որ ես վախենում եմ, որ ես չեմ լուրջ վերաբերվում այս հանդիպմանը»։ Նրա տրամաբանությունը անսասան էր, բայց նրա ընկերները դեռևս անհանգստանում էին։ Նրանք զգում էին, որ ինչ-որ բան սխալ է, որ այս պլանը չափազանց կատարյալ է, որ ինչ-որ մեկը կարող է իմանալ դրա մասին եւ պատրաստվել ծուղակի։ 1993 թվականի հունիսի 12-ին առավոտյան Մոնթե Մելքոնյանը արթնացավ շատ վաղ։ Նա անցկացրեց մի քանի ժամ իր սենյակում, գրելով վերջին նամակները, վերանայելով իր ցուցումները, պատրաստելով ամեն ինչ այն դեպքի համար, եթե նա չվերադառնա։ Նա գրեց Սեդային, պատմելով նրան, թե որքան նա սիրում է նրան, թե որքան նա ցավում է այն ցավի միայնցի համար, որ պատճառել է նրան։ Նա գրեց իր հորը, շնորհակալություն հայտնելով այն դասերի համար, որոնք նա սովորեցրել էր նրան, այն արժեքների համար, որոնք նա փոխանցել էր նրան։ Եվ նա գրեց իր մարտիկներին, խնդրելով նրանց շարունակել պայքարը, բայց երբեք չմոռանալ, թե ինչու նրանք կռվում են, երբեք չկորցնել իրենց մարդկայնությունը այս պատերազմում։ Երբ նա ավարտեց գրելը, նա դրեց այդ նամակները մի ծրարի մեջ եւ տվեց Սլավիկին, ասելով, որ դրանք պետք է բացվեն միայն այն դեպքում, եթե նա չվերադառնա 3 օրվա ընթացքում։ Ցերեկը Մոնթեն հեռացավ Մարտունիից փոքր խմբի հետ։ Նրանք ուղևորվեցին դեպի Մարզիլի, այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը։ Ճանապարհին Մոնթեն անսովոր լուռ էր։ Նա նայում էր լեռներին, ձորերին, այն տեղանքին, որի համար նա կռվել էր այսքան երկար։ Նրա դեմքին կար մի արտահայտություն, որը նրա ընկերները չէին տեսել նախկինում։ Խաղաղություն, ընդունում, կարծես նա արդեն հաշտվել էր իր ճակատագրի հետ։ Երբ նրանք հասան նշանակված տեղը, Մոնթեն հրամայեց իր մարդկանց մնալ հեռու եւ սպասել։ Նա ասաց, որ նա պետք է գնա միայնակ, որ այդ հանդիպումը պետք է լինի գաղտնի, առանց վկաների։ Նրա մարդիկը հակառակ էին, բայց Մոնթեն հաստատակամ էր։ Նա վերցրեց իր զենքը, ստուգեց իր թղթերը եւ սկսեց քայլել դեպի այն տեղը, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ մի քանի րոպեների ընթացքում, դեռևս մնում է առեղծված։ Պաշտոնական տարբերակը ասում է, որ Մոնթեն հանդիպեց ադրբեջանական պարեկախմբի հետ եւ սկսվեց կրակոցների փոխանակում։ Բայց կան հակասություններ այս տարբերակում։ Մոնթեի մարդիկ, ովքեր սպասում էին հեռվից, ասում են, որ նրանք լսեցին կրակոցներ, բայց դրանք չէին սովորական մարտական կրակոցներ։ Դրանք մեկուսացված կրակոցներ էին։ Կարծես ինչ-որ մեկը կրակում էր նպատակաուղղված, ոչ թե պատահական։ Երբ նրանք վազեցին օգնության, նրանք գտան Մոնթեին, նա արդեն վիրավորված էր, եւ նրա կողքին չկար ոչ մի ադրբեջանցի զինվոր, ոչ մի հետք մարտի, որը պետք է տեղի ունենար։ Միայն Մոնթեն, միայն արյունը, միայն լռությունը։ Մոնթե Մելքոնյանի վերջին խոսքերը, նախքան նրա ուղին ավարտվեր էին, պատմեք Սեդային, որ ես սիրում էի նրան։ Պատմեք իմ մարդկանց, որ նրանք պետք է շարունակեն, եւ պատմեք աշխարհին, որ մենք երբեք չենք հանձնվի։
Այդ խոսքերը հիշում են բոլորը, ովքեր այնտեղ էին այդ պահին։ Դրանք վերջին հաղորդագրությունն էին մարդուց, ով տվեց ամեն ինչ իր ժողովրդի համար, ով զոհաբերեց իր կյանքը, իր երազանքները, իր ապագան, հավատալով, որ նրա զոհաբերությունը չի լինի զուր։ Եվ երբ նրա ուղին ավարտվեց այնտեղ, Մարզիլիի լեռներում, նրա հետ մեկտեղ ավարտվեց նաև մի դարաշրջան, երբ մի մարդ կարող էր փոխել պատերազմի ընթացքը, երբ հավատքը եւ վճռականությունը կարող էին հաղթել ցանկացած թվաքանակային գերազանցության։ Բայց արդյոք Մոնթե Մելքոնյանի մահը իսկապես պատահական էր։ Արդյոք այդ հանդիպումը, որը նա պլանավորել էր, իսկապես տեղի ունեցավ, թե ինչ-որ մեկը իմացավ դրա մասին եւ պատրաստեց ծուղակ։ Արդյոք այն ադրբեջանցի սպան, ով պետք է հանդիպեր նրա հետ, իսկապես գոյություն ուներ, թե սա կեղծ տեղեկություն էր, որը նպատակ ուներ գրավել Մոնթեին բաց տարածություն։ Եվ ամենակարևորը, ով կարող էր ցանկանալ Մոնթեի մահը այնքան, որ պատրաստեր այսպիսի բարդ պլան։ Այս հարցերը տանջում են նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը, բայց պատասխանները մնում են անհասանելի, թաղված այն գաղտնիքների հետ, որոնք Մոնթեն տարավ իր հետ։ Մոնթե Մելքոնյանի մահից հետո Արցախում եւ Հայաստանում տիրեց ցնցում եւ անհավատություն։ Ինչպես կարող էր այս անպարտելի հրամանատարը, այս լեգենդար մարտիկը այլևս չլինել նրանց հետ։ Հազարավոր մարդիկ հավաքվեցին նրա թաղմանը, ոչ միայն զինվորներ եւ հրամանատարներ, այլև սովորական մարդիկ, ովքեր տեսել էին նրան, ովքեր խոսել էին նրա հետ, ովքեր ոգեշնչվել էին նրա օրինակից։ Նրանց արցունքները չէին միայն վիշտ մի մարդու կորստի համար։ Դրանք արցունքներ էին հույսի կորստի համար, երազանքի կորստի համար, որ այս պատերազմը կարող է ավարտվել շուտ, որ խաղաղությունը հնարավոր է։ Որովհետև Մոնթեի հետ մեկտեղ մեռավ նաև այն հավատքը, որ մի մարդ կարող է փոխել ամեն ինչ, որ հանճարը եւ վճռականությունը բավարար են հաղթանակի համար։ Բայց Մոնթեի մահը նաև ինչ-որ բան այլ արթնացրեց Արցախում։ Զայրույթ այդ այն մարդկանց մոտ, ովքեր կորցրել էին իրենց առաջնորդին, իրենց ոգեշնչիչին։ Վճռականություն շարունակել այն պայքարը, որը Մոնթեն սկսել էր, ապացուցել, որ նրա զոհաբերությունը չի լինի զուր։ Եվ միասնություն այն մարդկանց միջև, ովքեր նախկինում կարող էին լինել բաժանված, բայց ովքեր հիմա միավորվեցին Մոնթեի հիշատակի շուրջ։ Նրա մահը, որքան էլ ողբերգական էր, դարձավ խորհրդանիշ այն զոհաբերության, որը անհրաժեշտ է ազատության համար, այն գնի, որը պետք է վճարվի արդարության համար։ Եվ այս խորհրդանիշը շարունակեց ոգեշնչել մարդկանց տարիներ շարունակ, նույնիսկ երբ պատերազմը դադարեց, նույնիսկ երբ նոր մարտահրավերների հայտ եկան։ Գաղտնի խումբը, որը Մոնթեն ստեղծել էր, շարունակեց գործել նրա մահից հետո, բայց առանց նրա ղեկավարության, դա այլևս նույնը չէր։ Անդամները փորձեցին շարունակել նրա պլանները, իրականացնել նրա տեսլականը, բայց նրանց պակասում էր Մոնթեի հանճարը, նրա կապերը, նրա կարողությունը տեսնել ամբողջ պատկերը։ Մեկ առ մեկ նրանք սկսեցին հեռանալ, ոմանք վերադարձան սովորական կյանքի, ուրիշները շարունակեցին ծառայել բանակում, երրորդները պարզապես անհետացան, տանելով իրենց հետ այն գաղտնիքները, որոնք նրանք կիսել էին Մոնթեի հետ։ Եվ այսպիսով, այն ցանցը, որը Մոնթեն կառուցել էր տարիներ շարունակ, դանդաղ քայքայվեց, մինչև այն դարձավ միայն հիշողություն, լեգենդ, պատմություն, որը պատմվում է ցածր ձայնով, երբ հին ընկերները հավաքվում են եւ հիշում իրենց երիտասարդությունը։ Սեդա Մելքոնյանը, ով կարդաց այն նամակները, որոնք նրա ամուսինը թողել էր, որոշեց նվիրել իր կյանքը պահպանելու Մոնթեի ժառանգությանը։ Նա սկսեց հավաքել նրա գրություններ, նրա նամակներ, նրա մտքերը եւ հրատարակեց գիրք, որը պատմում էր ոչ միայն Մոնթեի ռազմական հաջողությունների մասին, այլև նրա մարդկային կողմի մասին, նրա կասկածների, նրա վախերի, նրա հույսերի մասին։ Այս գիրքը դարձավ բեսթսելեր Հայաստանում եւ Արցախում, եւ այն օգնեց նոր սերնդին հասկանալ, թե ով էր իրականում Մոնթե Մելքոնյանը, ոչ թե անպարտելի հերոս, այլ մարդ, ով ընտրեց զոհաբերել ամեն ինչ իր ժողովրդի համար։ Սեդան նաև ստեղծեց հիմնադրամ Մոնթեի անունով, որը օգնում է այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմում, որը աջակցում է երիտասարդներին, ովքեր ուզում են սովորել իրենց պատմությունը, իրենց ժառանգությունը։ 1996 թվականին, երբ Մոնթե Մելքոնյանը հռչակվեց Հայաստանի ազգային հերոս, այս ճանաչումը ոչ միայն պատիվ էր նրա հիշատակին, սա նաև ճանաչում էր այն զոհաբերության, որը նա կատարեց, այն արժեքների, որոնց համար նա կռվեց, այն տեսլականի, որը նա ուներ իր ժողովրդի ապագայի համար։ 1999 թվականին նա հռչակվեց նաև Արցախի հերոս, ճանաչում այնտեղի կողմից, որի համար նա տվեց իր կյանքը, այն մարդկանց կողմից, ում նա պաշտպանեց իր վերջին շնչին։ Այս տիտղոսները, որքան էլ պատվավոր են,
չեն կարող արտահայտել Մոնթեի իրական ազդեցությունը, որովհետև նրա իրական ժառանգությունը ոչ թե տիտղոսներն են կամ արձանները, այլ այն փոփոխությունը, որը նա ստեղծեց մարդկանց սրտերում, այն հավատքը, որը նա ներշնչեց, այն հույսը, որը նա տվեց։ Մարզիլիում, որտեղ Մոնթեի ուղին ավարտվեց, այսօր կանգնած է հուշարձան, պարզ, բայց հզոր խորհրդանիշ նրա զոհաբերության։ Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ այցելում են այդ տեղը, ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու, ուրք մատուցելու, այլև հիշելու, սովորելու, ոգեշնչվելու։ Նրանք բերում են ծաղիկներ, վառում են մոմեր, կանգնում են լռության մեջ, մտածելով այն մարդու մասին, ով տվեց ամեն ինչ։ Եվ այդ լռության մեջ, այդ հանգիստ պահերում, նրանք զգում են Մոնթեի ներկայությունը, ոչ թե որպես ուրվական, այլ որպես ոգեշնչում, որպես հիշեցում, որ յուրաքանչյուրս ունի ուժ փոխելու աշխարհը, եթե մենք ունենք քաջությունը եւ վճռականությունը անել այն, ինչ ճիշտ է։ Բայց Մոնթե Մելքոնյանի պատմությունը ավարտվում է այստեղ։ Արդյոք նրա ժառանգությունը միայն անցյալի մասին է, թե այն ունի նաև ուղերձ ապագայի համար։ Երբ մենք նայում ենք այսօրվա աշխարհին, երբ մենք տեսնում ենք նոր կոնֆլիկտներ, նոր մարտահրավերներ, նոր սպառնալիքներ, մենք չենք կարող չհարցնել, ինչ կասել Մոնթեն այս ամենի մասին։ Ինչպես կարձագանքեր նա այն իրավիճակներին, որոնք մենք դիմագրավում ենք այսօր, եւ ամենակարևորը, ինչ դասեր կարող ենք մենք սովորել նրա կյանքից, նրա ընտրություններից, նրա զոհաբերություններից։ Մոնթե Մելքոնյանը սովորեցրեց մեզ, որ ազատությունը երբեք չի գալիս հեշտությամբ։ Այն պահանջում է զոհաբերություններ, վճռականություն, անվերապահ նվիրվածություն։ Նա սովորեցրեց մեզ, որ մի մարդ կարող է փոխել պատմության ընթացքը, եթե նա ունի տեսլական, եթե նա պատրաստ է ռիսկի ենթարկել ամեն ինչ այդ տեսլականի համար։ Նա սովորեցրեց մեզ, որ իրական առաջնորդությունը ոչ թե հրամաններ տալու մասին է, այլ օրինակ ցույց տալու մասին, ոչ թե ուրիշներին վտանգի մեջ դնելու մասին, այլ առաջինը լինելու վտանգի դեմ դիմաց։ Եվ նա սովորեցրեց մեզ, որ նույնիսկ պատերազմի մեջ մենք չպետք է կորցնենք մեր մարդկայնությունը, որ մենք պետք է միշտ հիշենք, թե ինչու ենք մենք կռվում, եւ երբեք չթույլ տանք, որ վրեժխնդրությունը եւ ատելությունը վերածվեն մեր միակ շարժիչ ուժին։ Բայց Մոնթեն նաեւ զգուշացրեց մեզ։ Նրա անձնական նամակներում, նրա գրություններում մենք տեսնում ենք մարդու, ով անհանգստանում էր, որ պատերազմը կփոխի մեզ, որ այն կդարձնի մեզ այն, ինչից մենք պայքարում ենք։ Նա վախենում էր, որ մենք կմոռանանք, թե ինչու սկսեցինք այս պայքարը, որ մենք կկորցնենք մեր նպատակը անվերջ կոնֆլիկտի մեջ։ Եվ նա խնդրեց մեզ երբեք չմոռանալ, որ խաղաղությունը միշտ պետք է լինի մեր վերջնական նպատակը, որ պատերազմը միայն միջոց է, ոչ թե նպատակ ինքնին։ Այս զգուշացումները, որոնք նա թողեց մեզ, դեռևս արդիական են այսօր, գուցե նույնիսկ ավելի արդիական, քան երբևէ։ Երբ մենք նայում ենք Մոնթե Մելքոնյանի կյանքին, նրա ձեռքբերումներին եւ նրա ձախողումներին, նրա հաղթանակներին եւ նրա կորուստներին, մենք տեսնում ենք ոչ թե անսխալ հերոս, այլ մարդ, ով փորձեց անել իր լավագույնը դժվար հանգամանքներում, ով կատարեց սխալներ, բայց ով երբեք չդադարեց փորձել, ով երբեք չկորցրեց հավատը իր ժողովրդի եւ իր գաղափարների նկատմամբ։ Եվ հենց այս մարդկայնությունը, այս անկատարությունը դարձնում է նրան ավելի ոգեշնչիչ, ավելի հասանելի, ավելի իրական մեզ համար։ Որովհետև եթե Մոնթեն, այս սովորական մարդը, ով մեծացել է հեռու հայրենիքից, կարողացավ անել այն, ինչ նա արեց, ապա յուրաքանչյուրս ունի հնարավորություն փոխել աշխարհը, եթե մենք ունենք քաջությունը փորձել։ Գաղտնիքները, որոնք Մոնթե Մելքոնյանը պահեց, գուցե երբեք չբացահայտվեն ամբողջությամբ։ Այն փաստաթղթերը, որոնք ոչնչացվեցին, այն անունները, որոնք երբեք չբացահայտվեցին, այն պատմությունները, որոնք երբեք չպատմվեցին, դրանք բոլորը մնում են ստվերում։ Բայց գուցե սա ճիշտ է։ Գուցե որոշ գաղտնիքներ պետք է մնան թաղված, որովհետև դրանց բացահայտումը կվնասի ավելի շատ, քան կօգնի։ Գուցե Մոնթեն ճիշտ էր, երբ նա պահանջում է, որ որոշ ճշմարտություններ երբեք չբացահայտվեն։ Եվ գուցե մեր պարտականությունը ոչ թե փորել այդ գաղտնիքները, այլ պատվել նրա ընտրությունը, հարգել նրա վերջին կամքը եւ կենտրոնանալ ոչ թե նրա գաղտնիքների վրա, այլ նրա ժառանգության վրա։ Այսօր 35 տարի Մոնթե Մելքոնյանի մահից հետո նրա անունը դեռևս արձագանքում է Հայաստանում եւ Արցախում։ Երիտասարդները, ովքեր երբեք չտեսան նրան, ովքեր ծնվել են նրա մահից տարիներ անց, դեռևս խոսում են նրա մասին, դեռևս ոգեշնչվում են նրա օրինակից։ Դպրոցներում երեխաները սովորում են նրա պատմությունը ոչ թե որպես չոր պատմական փաստեր, այլ որպես կենդանի օրինակ այն մասին, թե ինչ նշանակում է նվիրվածություն, զոհաբերություն, հավատ։ Եվ զինվորները, ովքեր այսօր պաշտպանում են Հայաստանի սահմանները, դեռևս նայում են Մոնթեին որպես իրենց օրինակ,
որպես ստանդարտ, որին նրանք ձգտում են հասնել։ Բայց Մոնթեի ժառանգությունը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի մասին է։ Նրա պատմությունը համընդհանուր պատմություն է, պատմություն մարդու մասին, ով հավատաց ինչ-որ բանի այնքան ուժեղ, որ պատրաստ էր տալ իր կյանքը դրա համար։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մի մարդ կարող է փոխել պատմության ընթացքը, ինչպես հավատքը եւ վճռականությունը կարող են հաղթել անհավանական դժվարություններին։ Եվ սա պատմություն է այն մասին, որ իրական հերոսությունը ոչ թե անվախության մասին է, այլ վախը հաղթահարելու եւ անելու այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ դա նշանակում է ամենամեծ զոհաբերությունը։ Մոնթե Մելքոնյանի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Այն շարունակվում է յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը ոգեշնչվում է նրա օրինակից եւ որոշում է կանգնել արդարության համար։ Այն շարունակվում է յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը ընտրում է զոհաբերել իր անձնական հարմարավետությունը ավելի մեծ բարիքի համար։ Այն շարունակվում է յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը հիշում է, որ ազատությունը եւ արդարությունը արժե փունարժե պայքարելու համար։ Եվ այն կշարունակվի, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են այն արժեքներին, որոնց համար Մոնթեն կռվեց, ովքեր պատրաստ են շարունակել այն պայքարը, որը նա սկսեց։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Մոնթե Մելքոնյանը դեռևս հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։